Գլխացավերը լինում են վտանգավոր, օրինակ, կտրուկ ցավերը գլխապտույտներով և խողսակցականի խանգարումով դրանք կարող են լինել ինսուլտի նշաններ։ Այդ դեպքում շտապ պետք է կանչել շտապօգնություն։ Հաճախ գլխացավեր, որոնք լինում են 50 տարեկանից ավել բնակչության մոտ, կարող են խոսել նորագույնությունների մասին։ Պետք է կատարել MRT։ Եթե լինում են միակողմանի ուժեղ գլխացավեր, որոնք կարող են զուգորդվել սրտխառնոցով, փսխումով, լույսը և աղմուկը անտանելի են, դա ամենայն հաճախականության միգրեն է, որը բարձր տարիքային խմբում նույնպես կարող է ունենալ ինսուլտային ելք։ Միգրենով տառապող պացիենտները չունեն լիարժեք կյանք։ Եթե դուք ունենում եք միգրենոզ գլխացավեր 7 և ավել օր գումարային ամսվա մեջ, միանշանակ պետք է սկսել լուծել այդ խնդիրը։ Հիվանդների մեծ մասի մոտ բոտոքսի ներարկումները բերում են ցավերի հաճախականության և ուժգնության նվազման ամենաքիչը 50%-ից ավել։ Որոշ հիվանդներ ընդհանրապես մոռանում են միգրենոզ պրիստուպների մասին։ Բոտոքսի դրական արդյունքի ժամանակ մենք կարող ենք անել փոքրիկ կոսմետիկ վիրահատություն և լուծենք այդ խնդիրը արդեն ընդմիշտ։ Հաճախակի գլխացավերի լուծման համար դուք կարող եք գրվել կոնսուլտացիայի և բոտուլինոթերապիայի ստորին նշված համարով վիդեոհոլովակի տակ։